Ողջույն, եթերում հարցազրույցն է զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Բնականաբար հետևել եք եւ տեղյակ եք, որ ընտրություններից հետո ձեր ընդդիմադիր գործընկերները համենայն դեպս նրանք, ովքեր անցել են ազգային ժողով եւ նաեւ ԲՀԿ-ի պարագայում դեռ հարց է անցել է թե ոչ, նա եւս ասում են, որ սա լեգիտիմ ձևավորված խորհրդարան չէ։ Ավելին ասում են, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով, ընտրություններն անցել է վարչական ռեսուրսի ահռելի քանակությամբ կիրառմամբ եւ նաեւ բռնաճնշումներով քաղաքական։ Ձեր մեկնաբանությունը։ Նախ եւ առաջ սա առաջին հնարավորությունն է հանրայինի եթերում շնորհավորել մեր քաղաքացիներին ընտրությունների առիթով, որովհետեւ սա իսկապես ազատ ընտրություններ են եւ մենք շնորհակալ ենք բոլոր այն 730,000 քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին եւ իրենց վստահության քվեն տվեցին մեզ։ Ուզում եմ հիշեցնել, որ 21 թվականի ընտրությունների նկատմամբ սա իսկապես քվե ավելացում է եւ մենք վստահ ենք, որ այս քվե է հանուն ժողովրդավարության եւ խաղաղության։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսների կիրառմանը, բոլոր նրանք, ովքեր սա ասում են, պետք է գնան դատարան եւ պատասխան տան քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ զրպարտություն տարածելու համար եւ ես դա կատակ չեմ անում։ Այս մանդատը մեզ շնորհել է մանդատ հաշվեհարդար, իրավական եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելու բոլոր նրանց, ովքեր ոչ թե փորձում են ապալեգիտիմացնեն ընտրությունները, ապալեգիտիմացնեն պետությունը առհասարակ, որովհետեւ սա ակնհայտորեն կռիվ է պետության եւ պետականության դեմ, եւ իրենք սա չեն մարսելու։ Մենք ասել ենք, որ պատերազմի երագլուխ կուսակցությունը եկել է խլելու մեզնից խաղաղությունը, բայց ակնհայտ է, որ իրենք ворթեգրել են ակնհայտորեն դրսից մի վարքագիծ, որը կոչվում է ապալեգիտիմացնել ընտրությունների ինստիտուտը։ Իսկ սա մի ինստիտուտ է, որ մենք վերականգնել ենք 18 թվականի ընտրություններից հետո, եւ որ վերջապես քաղաքացին իր քվեով կարող է իր ձայնը տեղ հասցնել եւ այսպիսով քաղաքական ուժերին օժտել ազգային ժողովում լինելու իրենց քաղաքական ծրագրերով եւ ներկայանալու ժողովրդի առաջ եւ ներկայացնելու ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքների բաժանելու դեպքին, ամենայն խստությամբ պատժվելու են բոլոր ընտրակաշառք տվողներն ու վերցնողները, ամենայն խստությամբ եւ ստեղ որևէ ներում բեկում չի լինելու։ Պարզ է, որ ուժեղ Հայաստանը համոզել է եւ ոչ միայն իրական ԲՀԿ-ն էլ ըստ հակակոռուպցիոնի ներգրաված են եղել, Հայաստան դաշինքը նույնպես ներգրաված է եղել, իրենք բոլորը համոզել են, որ իրենք իշխանափոխություն են անելու եւ ջրվելու են բոլոր այս քաղաքական քրեական գործերը, քաղաքական ընտրակաշառք բաժանելու, սա նույնպես չի ներվելու որևէ մեկին եւ ամենայն խստությամբ պատժվելու են։ Ես քիչ առաջ տեղեկացա, որ ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացուներից 3-ը, ովքեր մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ թռել են Հայաստանից, կամ փորձում են ամեն դեպքում իրենց իրավապահ համակարգի ներկայացուցիչը չեն կարողանում գտնել, չեն կարողանալու իրենց երազանքն է լինելու դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ չկրել պատիժ։ Պատիժ կրելու են բոլոր նրանք, ովքեր կռիվ են տվել ժողովրդի քվեի դեմ։ Դուք ասում եք նրանք, ովքեր խոսում են վարչական ռեսուրսի կիրառման մասին, պիտի պատասխան տան դրա համար, բայց արդյոք իրենք կամ իրենց բերած փաստարկները, որոնք ներկայացնում են այս ընթացքում, ինչ որ կերպ նաեւ համոզիչ չեն։ Բացարձակ, գիտեք ինչն է հետաքրքիր այս ընտրություններում, որ 28 օր վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եղել է Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում։ Մենք հանդիպել ենք մեր քաղաքացիներին եւ այս մասշտաբի քարոզարշավ չի արել ոչ որևէ ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ։ Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ իրենք իրականությունից կտրված են, որովհետեւ մենք մեր քաղաքացիների հետ շփվել ենք։ Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեզ ընտրող բոլոր քաղաքացիներին ու մեծ մասամբ ովքեր մասնակցել են հանրահավաքների, մեզ հետ կապ են հաստատել, մենք ճանաչում ու շփվում ենք, մենք իրականությունից կտրված չենք։ Ամենամեծ խնդիրը մեր ընդդիմության, այսինքն երկու խնդիր կիդենտիֆիկացնեմ։ Առաջինը մեր ժողովրդին էշի տեղ դնելն է, որովհետև շատ լավ քաղաքացին կարող է իդենտիֆիկացնել, եւ որ հանրահավաքները վարչական ռեսուրսով են, եւ որ քվեն վարչական ռեսուրսով է։ Մեր քաղաքացին 30-20 տարի, 25 տարի տարապել է դրա ձեռը։ Եվ շատ հեշտ է իդենտիֆիկացնել, որ հանրահավաքն է բերված մարդկանցով, եւ որ ծապ տալու համար 10,000 դրամ են տալիս եւ երկրորդը իրականությունից կտրված լինելու խնդիր ունի մեր ընդդիմությունը։ Մեր ընդդիմությունը վստահ էր, որ հունիսի 7-ին փոփոխություն է լինելու, որը ակնհայտորեն տեղի չի ունեցել, որովհետեւ իրենք մեր ժողովրդի հետ չեն խոսել։ Ինչ որ մարդկանց խմբերի տանում էին
թույլ տվեք երբեմն տեղ-տեղ վճարված, որպեսզի այդ հավաքներին ներկա լինեն, բայց ակնհայտ է, չէ՞, որ այս մարդիկ չեն դուրս եկել բակեր, համայնքներ, չեն շփվել քաղաքացու հետ։ Եվ ելի եմ ասում, ակնհայտ է, որ անդիմությունը չի արժանացել այն մանդատի, որ ըստ էության այս պահի ունի, եւ թերևս մեր քաղաքացու 740,000 քաղաքացու նյարդերի հետ խաղալ պետք չէ։ Շատ վատն է լինելու այն ցասումը, որ այս պահին Արամ Վարդևանյանը իր խոսույթով փորձում է գեներացնել։ Չնշանակում ընտրությունների մենք ԿՊ-ն չի հաղթել։ Թող վախենան 740,000 հոգուց ասումից։ Ես դες ասում եմ 18 թվականին չհանդուրժեց քաղաքացին իրեն էշի տեղ դնելու։ Դե առանց վիրավորանքների Տիկին Ղազյան ամեն դեպքում իրենք ասում են կամ փորձում են գործողությունները իրենց ցույց տալ վերահաշվարկների միջոցով։ Նույն ԲՀԿ-ի տարբերակում իրենք ասում են արձանագրությունը համապատասխան չէ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային տարբերակներին եւ որի արդյունքում իրենք կորցրած ձայները վերականգնել են իրենք նույնիսկ գողացված ձայներ են դա ասում գումարած դրան նախորդ օրը տեղի ունեցավ մի իրադարձություն խոսքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին որոշման մասին է որ երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում ԿՀ-ի կողմից սա ԲՀԿ-ի կողմից որակվում է այն քայլը, որ սա քաղաքական ճնշում է եւ այս ընտրատեղամասերի քվեների անվավեր ճանաչելը իրենց ձայներից բավականին ձայն հանվում է, այսինքն այստեղ իրենք ավելի շատ ձայն են հավաքել եւ անվավերի պարագայում բավականին շատ ձայն կորցրել են կամ կորցնելու են, ինչը նաեւ ձեր քաղաքական ճնշման գործիքներից մեկն է իրենց դեմ։ Երկու դրվագով էլ կմեկնաբանեք։ Այո, իհարկե։ Նախ ուզում եմ արձանագրել, որ ԲՀԿ-ի պահանջված վերահաշվարկի արդյունքում քաղաքացիական պայմանագիր ունեցել է 1000-ից ավել քվե, որը չի հաշվարկած եղել։ Երկրորդ, քանի որ իմ հիմնական զրուցակիցը մեր քաղաքացիներն փորձում են հրամցնել մի թեզ, որ այս ընտրությունները ապալեգիտիմ են, ես դիմում եմ մեր քաղաքացիներին եւ ասում, որ հանձնաժողովներում եղել են երկուական ներկայացուցիչներ Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչներից։ Այսինքն անդիմության ներկայացուցիչներ ստորագրել են ամեն արձանագրության ներքո։ Ես ինքս կենտրոնում գտնվող Չարենցի անվան դպրոցում եղել եմ որպես տեխնացու, ով իրավունք ունի 8-ից հետո մտնել ընտրատարածք եւ ականատես եմ եղել ինչպես անդիմությունը անդիմության ներկայացուցիչը ամեն թերթիկի ուրեմն արձանագրության տակ ստորագրել են, այսինքն ընդունել են, որ ԿՊ-ն օրինակ այդ ընտրատեղամասում հաղթել է։ Այսինքն այստեղ կեղծելու բան չկա, երբ որ ամբողջ ընդդիմությունը ներկա եւ ամբողջը ուղիղ եթերով է։ Այդ ինչ պետք է մենք փոխած լինենք։ Ընդ որում նաեւ մեր ձայներն են ավելացել։ Դե այսպեսի մի բան են ասում են դե մտածել են, որ գիշերը որևէ մեկը չի գնա արձանագրությունները վեր չի հանի, կհիմնվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների վրա եւ խնդիրները ի հայտ չեն գա։ Ուժեղ Հայաստանի վստահված անձինք հանձնաժողովի անդամները ընդդիմադիր հատիկ առ հատիկ ստուգել են 16 համարի քվեաթերթիկները։ Նախագահան ինձ մոտ ընդդիմադիր էր։ Նախագահան ընդդիմադիր էր, ով հաստատել է օրինակ հենց իմ ընտրատեղամաս, եւ մենք ունենք այդպիսի բազում օրինակներ։ Եվ երկրորդը, այս երկու տեղամասերի հետ կապված օրինակ զինվորների դեպքով Գոհար Մելոյանը գիշերը էկրանի վրայից նկարել է զինվորների քվեարկությունը եւ ասել է, որ այստեղ խնդիր կա։ Դա արտատպել է իր պատին Իվետա Տոնոյանը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք նրա, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է անդիմության պահանջին։ Դե հիմա իրենք դժգոհ են։ Օրինակ ԲՀԿ-ի պարագայում ասում են հատուկ է արվում, որ մեր ձայները ստացած ԲՀԿ-ն ինքը դժգոհել է զինվորների ուժ ժամի քվեարկությունից։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է դրան։ Գիտեք ինչ, երբ որ դու դժգոհում ես, որովհետև ուզում ես միֆ ստեղծել, որ այս ընտրությունները ժողովրդավար չեն, պատրաստ եղիր առերեսվել հետևանքների հետ։ Էս է ամբողջը։ Վերաքվեարկություն պիտի լինի, մենք այս պահին դեռևս չունենք տեղեկատվություն, ի վերջո երկու ընտրատեղամասերում կլինի վերաքվեարկություն թե ոչ, բայց ձեր կարծիքով գնահատման պետք է լինի վերաքվեարկություն, որովհետև ես նաև ձեր գործընկերոջ գրառումը կարդացի, սա նաև ձեզ է վնաս, որովհետև դուք եք քվեներ կորցնում, դուք եք ստացել քվեներ այդ երկու ընտրատեղամասերում։ Մենք երկու ընտրատեղամասերում կորցրել ենք քվեներ, որտեղ մենք երկու ընտրատեղամասում էլ հաղթել ենք։ Ունեցել ենք, եթե չեմ սխալվում, երկուսում էլ ձայների 60%-ը, բայց սա կարծիք չկարծիքի հարց չէ, ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է առաջնորդվի ուրեմն ընտրական օրենսգրքով եւ արձագանքի իրավիճակին։ Այստեղ ես դա ենթադրում անկախ մարմին է, ինքը կարձագանքի այս հարցին։
Լավ, ուժեղ Հայաստանը առաջին քայլով դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Երկրորդ քայլով պիտի դիմեն սահմանադրական դատարան։ Ձեր գնահատականը։ Իրացնում են ժողովրդավար Հայաստանում ընդդիմությունը իրացնում է իր իրավունքները, այստեղ մենակ քաղաքական առումով կարող եմ արձագանքել, որ մի խաղացեք ժողովրդի նյարդերի հետ։ Քաղաքացիները մեզանից են հարցնում, թե ինչու ենք մենք թույլ տվել քաղաքական հարցադրում է իհարկե, բարձր որ սա մեր լիազորությունների շրջանակում չէ, առհասարակ ուժեղ Հայաստանի մասնակցությունն է։ Ինչա ուժեղ Հայաստանը հնարավորություն է մասնակցել ընտրություններին, եւ որ կան տասնյակ ձայնագրություններ եւ տասնյակ ձերբակալություններ ընտրակաշարք բաժանելու, նույնը ԲՀԿ-ի, եւ քաղաքացիները դժգոհ են ընդդիմության ստացած քվեներից եւ պետք չէ խաղալ ժողովրդի նյարդերի հետ։ Այս այն արձագանքը թող չփորձեն մարդկանց դուրս հանել փողոց եւ ստանալ մարդկանց արձագանքը։ Պետք չէ մարդկանց նյարդերի հետ խաղալ։ Դե իրենք էլ հակառակ պնդումն ունեն, որ իրենք էլ 300,000 լավ գոնե մի ընտրակեղծարարության օրինակ կա ԿՊ-ի նկատմամբ։ Գոնե մի ընտրակեղծարարություն, ինչքան կարելի է օթի մեջ խոսել։ Այսինքն գիտեմ ինչքան 5 տարի Հայաստան դաշինքի հետ խորհրդանում եմ եղել, գիտեմ ինչքան կարելի է կամ ումից եմ ինչ սպասում եւ որ 300,000 ադրբեջանցու թեզը դաշտ նետելով վախի մուրացկաները փորձում էին քվե կորզել։ Ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Ամեն օր Նարեկ Կարապետյանը պետքա գա ամբիոն եւ պատասխանի։ Սամվել Կարապետյանն ասաց սպասեք մի քանի օր։ Շատ լավ, սպասելու եմ, բայց դրանից հետո օր ու դադար չենք տալու։ Պետք չէ խաղալ ժողովրդի նյարդերի հետ։ Այս այն արձագանքը իրանց։ Սահմանադրական դատարան դիմելու քայլը, ԿՀ դիմելու քայլը ինչպիսի երկու կունենա։ Թող ինչ ուզում են անել, անկախ մարմինները ժողովրդավար Հայաստանում ինչպիսի զարգացումներ կլինեն որոշումներից հետո, թե սահմանադրականի որոշման պարագայում իրան փողոց գեներացնելու ունակ չեն։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա մենք տեսնում ենք, որ անդիմությունը քաղաքական պայքար չի կարողանում փողոցային գեներացնել, որտեղ արդար չի ժողովրդի հետ իր խոսակցությունը։ Արդար չի։ Քաղաքացին շատ լավ զգում է, երբ որ իրան խափում են, երբ որ իրան փորձում են դարձնել գործիք, դրա համար էր, չէ՞, ուժեղ Հայաստանի վերջին հանրահավաքը 17,000 մարդ։ Շատ ուժեղ էր։ Բայց խափեցին ուժեղները իհարկե ուժեղները գալիս էին ասելու որ հավաքեցին Տիկին Ղազարյան։ Սա իրավապահ համակարգի վերլուծության հարց է նաև ես գիտեմ լսեցի երեք հանրայինի եթերում նաև հակակոռուպցիոնի զեկույցը առայն որ դեռ ձերբակալություններ են սպասվում, որովհետև բացահայտումները շարունակվում են, այս մասշտաբը մենք պատկերացնում ենք առհասարակ ընտրակեղծարարության։ Սա հսկայական մեքենա է, որ գործարկվել է մի նպատակով՝ կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրությունների երկրորդ փուլի մասին են խոսում, որոշակի առաջարկներ կան։ Իշխող ուժը արդյոք մտածում է որևէ կերպ երկրորդ փուլի նշանակման մասին։ Մենք կամ եթե դուք ասում եք, որ գուցե դուք վիճարկեք, իրենք են հիմա սահմանադրական դատարան վիճարկում, գուցե դուք էլ ձեր տարբերակն ունեք, գուցե դուք կուզենաք վիճարկել ինչ-որ բան։ Մենք ստացել ենք 740,000 ձայն, սա ահռելի մեծ պատասխանատվություն է, մենք ավելացրել ենք մեր քվեն նախորդ ընտրությունների նկատմամբ եւ մենք ունենք կարևորագույն օրակարգ, սպասարկել խաղաղության օրակարգը, որովհետեւ դա է ժողովրդի պահանջը։ Եվ մենք խորհրդարանում ինչպես հիմա, այնպես էլ հետո սպասարկելու ենք մեր քաղաքացիների պահանջը։ Պահանջը հետեւյալն է՝ օգտագործել ժողովրդավարությունը հանուն խաղաղության եւ չլինել թավշյա։ Եվ ես խոստանում եմ, որ մենք չենք լինելու թավշյա։ Օրենքի շրջանակում իհարկե։ Լավ, իսկ ընտրությունների երկրորդ փուլ դե այս պահին մենք ունենք կառավարություն ձևավորելու մեր հնարավորություն եւ նման երկրորդ փուլի ընդհանրապես հարց չկա։ Անդիմություն չի հավաքել այդքան ձայն երկրորդ փուլ ունենալու եւ մենք հավաքել ենք այնքան ձայն միանձնյա կառավարություն ձևավորելու։ Սամվել Կարապետյանն այսօր էր ասում էր, եւ եթե իրենք իսկապես հաղթել են, թող գնան երկրորդ փուլ, արդյոք նույնքան ձայն կհավաքեն։ Բայց եթե կուսակցությունը հաղթում է, երկրորդ փուլ չի գնում, էլ դա շատ տրիվիալ է։ Դե ասում են լեգիտիմ չի ընտրությունը եւ ձևավորված խորհրդարանը լեգիտիմ չի։ Լեգիտիմ չէ ընդդիմության մանդատը։ Լեգիտիմ չէ, որովհետեւ մենք ունենք տասնյակ ապացույցներ, ընտրակաշարք բաժան։ Հարյուրավոր էլ ինչ է։ Ամեն օր վերջին 28 օրը, եթե օրը ոչ 2 անգամ լսում էինք, այսինքն բարձր չէ։ ԲՀԿ-ի անցնել չանցնելը որևէ բան փոխում է իշխանության համար։ Դա ձեզ ձեռնտու է թե հակառակը։ Գիտեք, ես սովորություն չունեմ ընտրական process-ները ըստ քաղաքացիական պայմանագրին ձեռնտու կամ չձեռնտու լինելու վերլուծել։ Մենք հաշտենք մեր քաղաքացիներին տրված մեր ձայնով եւ մենք ընդունում ենք, նույնիսկ եթե հաշտ չենք, այն քվե, որով օրհստվել է, գիտեք, անդիմությունը։ Հայաստան դաշինքին տրված նախորդ ընտրությունների արդյունքում էլ մենք հաշտ չենք, բայց մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետ եւ առերեսվում ենք այն հանգամանքի հետ, որ իրենք ունեն ընտրազանգված, թեկուզ մաշեցված, բայց ունեն եւ մենք
Ընտրական օրենսգիրքը ըստ ճաշակի կամ նպատակահարմարության չենք մեկնաբանում։ Իհարկե հարց այն կոնտեքստում էր Տիգրան Ղազարյան, որ տեսեք, ինչ իրավիճակ է ստեղծում։ Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ձեզ համար նախատեսված 3/5 համամասնությունը չի ապահովում, որը ձեզ պետք է մի շարք կարևոր օրենքների ընդունման կամ պաշտոնների, անձանց պաշտոնների նշանակելու հարցում։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում, այդ պարագայում ձեր 3/5-ը մնում է։ Այս տեսանկյունից էի հարցնում արդյոք։ Ես հասկանում եմ եւ գիտեմ ձեր աշխատանքի հարցը, բայց ես ընդունելու եմ իմ ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն այնպեսին, ինչպեսին կա։ Ես կսպասեմ ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփմանը եւ ես ծառայելու եմ այն քվեին, որը ստացել եմ։ 2/3-ի մասին էր խոսվում մինչև ընտրությունների օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ դուք պետք է բացարձակ սահմանադրական մեծամասնություն հավաքեք, հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ պատերազմ։ Սա այս օրերին նաեւ ընդդիմության հիմնական թեմաներից մեկն է, որ դե ի վերջո հիմա լինելու է այդ պատերազմը, թե չէ, ինչու էր վարչապետը դրա մասին խոսում եւ դրանով վախեցնում։ Կմեկնաբանեք սա։ Այո, այստեղ երկու արձանագրում է պետք անել։ Նախ եւ առաջ արձանագրել, որ պատերազմի երագլուխ կուսակցությունը այնուամենայնիվ ջախջախված է եւ չունի բոլոր այն հիմքերը, որով կարող է փորձել այս պահին խաղաղությանը վնաս տալ, բայց երկրորդը մենք էլ ունենք բավարար քվե խաղաղությանը տեր կանգնելու եւ այն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու։ Մենք անելու ենք ամենը, որպեսզի խաղաղությունը լինի ավելի ուժեղ եւ ինստիտուցիոնալ։ Այս է իմ արձագանքը։ Իսկ այն, որ դուք ճունեք բացարձակ մեծամասնություն սահմանադրական փոփոխությունների օրակարգը, ինչ եք անելու։ Ժողովուրդը պետք է ունենա հանրաքվե անցկացնելու եւ հանրաքվեի օր ուրեմն հայտարարելու իրավունք եւ այս ուղղությամբ վստահ եմ, որ մեր իրավաբանները կաշխատեն։ Տիգրան Ղազարյան, այս օրին շնորհավորանքներ կան տարբեր երկրներից, տարբեր երկրների ղեկավարներ, վարչապետեր շնորհավորել են ձեր հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս Ռուսաստանի կողմից արձագանք չկա։ Ակնկալում եմ, սա իմ մեկնաբանությունն է, որ Ռուսաստան Դաշնությունը այն ամենանիվ սպասում է վերջնական արդյունքների։ Այս իմաստով շնորհակալ կլինենք, եթե նրանք նույնպես արձանագրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը։ Այս մասով կարծում եմ ժամանակի խնդիր է։ Իսկ Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների հարցը ոնց եք մեկնաբանում, դրանք առավելի են խորանում, արդեն նոր հայտարարություններ կան այս տեսանկյունից։ Այս իմաստով ես վստահ եմ, որ գործադիրի մեր ընկերները բանակցում են Ռուսաստանի Դաշնության հետ, կան տարբեր ֆորմատներ, գիտեք, փոխվարչապետերի մակարդակով նախարարությունների, բայց այստեղ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի, որ ինչպես մենք խոս տվեցինք, որ քաղաքացիները տեր կանգնեն խաղաղությանից մեր տեր կկանգնենք իրենց բանջարեղենի, ծաղիկներին, մենք այդպես էլ արել ենք եւ Հայաստանի համար բացվել են հսկայական շուկաներ Եվրոպայում, դուք գիտեք Լեհաստան, Ծիրան արտահանվեց, դուք գիտեք Նիդերլանդների մեջ շուկա արտահանվեց ծաղիկ, Լատվիա արտահանվեց եւ այս առումով մեր աշխատանքները չեն դադարում, երեք կառավարության նիստին նաեւ խոսվեց սուբսիդավորման հնարավորության մասին եւ մենք գիտեք ինչպես զենքի պարագայում կարողացանք այս իրավիճակը շրջել դեպի հնարավորությունների դաշտ, այնպես էլ այս իրավիճակը վստահաբար կօգտագործենք ի օգուտ զարգացման եւ մեր ապրանքների որակների լավարկման եւ շուկաների դիվերսիֆիկացման։ Իդեպ այս ընտրությունների վրա ազդեցությունը դրսից իր ներգործությունը ունեցավ։ Դե մենք տեսանք տեսանյութեր եւ աշխատանքների մասին էինք խոսում մինչև ընտրությունները եւ նաեւ խոսում էինք Եվրամիության կողմից մեզ տրված երկրորդ առաքելության աջակցության մասին, որ հիբրիդային հարձակումների դեմ իրենք պիտի գործողություններ իրականացնեին։ Ինչ եղավ։ Խումբը բավական արդյունավետ աշխատեց, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ արագ արձագանքում են տարբեր լրատվամիջոցներ դաշտում տարածող տարբեր ֆեյքերի, այդ խումբը դեռ աշխատանք ունի եւ ես կարծում եմ, որ հատկապես ընտրությունների գործընթացը ապալեգիտիմացման փորձերը դրանք հիբրիդի մաս են, վստահաբար հիբրիդի մաս են, բայց նաև մենք տեսանք նաև Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների քվեարկությունը, այսինքն մենք տեսանք տեսանյութեր, երբ որ մարդիկ հայտարարում են, որ մեկ օրով եկել են մասնակցելու եւ առհասարակ ես նկատել եմ, որ սա նյարդ է առաջացրել հայաստանցիների մոտ, Հայաստանում ապրող մեր քաղաքացիների մոտ եւ կարծում եմ, որ օրենքի մակարդակում մենք պետք է այս մի հարցին նույնպես անդրադարձանենք, մենք ունենանք արտահերթ նիստեր, խորհուրդ եմ տալի մեր քաղաքացիներին հետևել եւ տեսնել եւ մեզ հետ մշտական կապի մեջ լինել, արդյոք այս լուծումները կբավարարեն իրենց անհանգստությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանն էր, կհանդիպենք։